իրականում այսօր Արմենիացիներ եւ 24-ից։ Անենա ջան, երջանիկ։ Հաջորդը կգանք Համարյանը չի եւ այլս։ Պարոն Ղազարյան, տեսեք, Ռոմանոս Պետրոսյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Facebook-ում գրառում է անում հեծի գործունեության վերաբերյալ ամփոփումներ, թվեր ներկայացնում, վերջերս գրել էր, որ հեծի ավտոպարկի կենտրոնական կայանատերին տարիների վեր վարձակալած է եղել սեփականատերերից սեփականատերերի մերձավորից ամսական 12.7 միլիոն դրամ վարձավճարով։ Միաժամանակ հեծի սեփականությունը հանդիսացող նմանատիպ մեկ այլ տարածք ամսական ընդամենը 127,000 դրամով վարձավճարով տարիների վեր վարձակալության է հասցված եղել սեփականատերերին փոխկապակցված հեծի կապալառու հանդիսացող ընկերություններից մեկին։ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ այս դիմումները հացակարգերով կասեցվել են պայմանագրերը, նախ նման բան եղել չի եղել, խոսքը ինչի մասին է, ինչ 12.7 միլիոն դրամ վարձակալության մասին է, եւ եթե չեմ սխալվում, Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է աշխատավարձ ստանալ Սամվել Կարապետյանից, չէ՞, հնարավոր է նրան զրկել։ Առաջի հարցի հետ կապված մի բան ձեզ հարցնեմ էլի, որ բոլորն էլ ձեզանից լսեն։ Այդտեղ նշված է ինչ չափերը տարածքների նշված է, թե ոչ։ Ես գիտեմ պատասխանը, ուղղակի ուզում եմ դուք ասեք։ Չէ, տարածքների այն 127,000 դրամը, որը նշել է, որ Երևանում ավելի նպաստավոր տեղադիրքում է գտնվում։ Ուրեմն 127,000 դրամով մեր սեփական տարածքը տրվել է ենթակապալառուի, որը 263 քառակուսի մետր է։ Ձեր ասած 12.7 միլիոն դրամանոց տարածքը 10,000 քառակուսի մետր է։ Հիմա չէ, ձեր կողմից նշված չեմ ասում, դուք եք ասա։ Այսինքն 263 քառակուսի մետրը ավելի նպաստավոր է, քան 10,000 քառակուսի մետր ավտոպարկի համար։ 263 քառակուսի մետր մենք պատկերացնում ենք, չէ, որ հատուկ ավտոմեխանիզմ քանի հատ կանգնի այդտեղ եւ այլն։ Գումարած դրան այդ տարածքը միանշանակ անհրաժեշտ է եղել կապված մենք Երևանի եւ Հանրապետության տարբեր մասերում ունենք ավտոպարկեր, պահեստներ եւ այլն, բազմաթիվ շինություններ կա այդ տարածքում եւ ամենակարևորը, որ իրենց նշած ամբողջ գումարից ոչ ամբողջն է ընդունված եղել հանձնաժողովի կողմից, այսինքն սակագնի մեջ մտած եղել։ Այս ամբողջը իրենք շատ լավ գիտեն։ Մենակ այն, որ քառակուսի մետրերը նշված չի, արդեն պարզ է, որ այստեղ մանիպուլյացիա է արվում։ Մարդիկ տեսնում ասում են, սենց ասեմ, տրամաբանության մեջ, եթե չի նշել մետրաժը, կա երկու տարբերակ, կամ ուզում է խաբի, որ չի նշել, կամ ենթադրվում են, որ նմանատիպ տարածքներ են։ Հիմա ինքը գնում է այն ճանապարհով, որ թող իմանա նմանատիպ տարածքներն ու պատկերացնեն ոնց են թալանել։ Եթե կարիք լինի, այս պահին արդեն իրենց խնդրում եմ դիմեք, այդ տարածքը եւ մյուս տարածքը դուք անձամբ որպես լրագրողական այսպես հետաքննություն տեսեք ինչի մասին է խոսքը։ Հենց ՓԲ-ն միգուցե մեծ թվեր, բայց ծախսել է իր կարիքների համար, որոնց շատ մեծ մասը ներառված չի եղել սակագնի մեջ։ Աշխատավարձից չենք կարող զրկել, որովհետև ինքը հիմա կատարում է գլխավոր տնօրենի պարտականությունները եւ նույն իրավունքները ունի, աշխատավարձը սահմանված է, սեփականատերը օրենքի ուժով է, այսինքն կառավարիչը նշանակվել, որը ըստ այդ նույն օրենքի պետք է եւ վարձատրվի գլխավոր տնօրենի չափ եւ ունենա բոլոր իրավունքներն ու պարտականությունները։ Չէ, հակառակ դեպքում չեն կարող չտալ աշխատավարձ, էլի սեփականատերը չի կարող ասել չեմ տալիս այդ աշխատավարձը եւ վերջ։ Սեփականատերը անգամ իր այսպես ոչ շահույթն է կարողանում տնօրինել, ոչ այդտեղ իր սեփականության մեջ որի չէ բան է կարողանում անել, աբսուրդ է ասում, սա չեմ պատկերացնում ներդրում ոնց կարող է գալ Հայաստան այս պարագայում։